Ողջույն, ինչպե՞ս եք։ Բարև Տիգրան ջան, շատ լավ եմ, դու ո՞նց ես։ Ես Յանալի, քանի որ ունեմ ձեզ համար շատ յուրահատուկ եւ տաղանդավոր հյուր։ Ես ձեզ համար մի քանի հարց եմ պատրաստել այսօր, բայց նախ եւ առաջ կարող եք ասել, այ ինչից սկսվեց այս ամենը, ինչպես ծնվեց գաղափարը եւ ամենակարևորը, միգուցե երազանք էր փոքր ժամանակվանից զբաղվել այս ամենով։ Հենց փոքր ժամանակվանից շատ ուզում էի գիրք գրել, հենց սկսեցի կարդալ 6-7 տարեկանում, արդեն այդ միտքը կար, բայց ինձ ճնշում էր այն ֆակտորը, որ իմ պապիկը հայտնի գրող է, Գրիգոր Քեշիշյանն է, ու ես անդադ մտածում էի, որ կհամեմատվեմ ու միգուցե չեմ հասնի երբեք, դրա համար այդ վախը միշտ իմ մեջ եղել է գիրքը գրելու։ Գիրքը գրել եմ արդեն երբ որ հայր էի դարձել, այսինքն ունեի երեխաներ, ու մի հետաքրքիր փաստ անցած տարվա Armenpress լրատվականի տվյալներով, որոնք չափում են գրքի վաճառքը, 2024 թվականին առաջի 3 գրքերի մեջ եղել է եւ իմ գրած գիրքը, եւ պապիկիս գրած գիրքը։ Չգիտենք որը որտեղում, դա տենց կարևոր չի, այո։ Այսինքն դեռ չեմ հասել, բայց մոտիկ եմ, նենց որ նպատակիս եմ հասել ավելի շատ։ Իսկ գիրքը գրել եմ հենց աղջիկներիս հետ զրուցելու ժամանակ, երբ որ հասկացել եմ, որ գրքի միջոցով իրանց շատ եւ շատ բաներ ունեմ ասելու, ու հենց սկզբում իրանց է նվիրված եղել, դրանից հետո արդեն մնացած բոլոր երեխաներին։ Հրաշալի։ Քանի որ մենք այսօր խոսելու ենք ձեր նոր նախագծի մասին, որը կոչվում է Ամանորի հրաշք, նախ ցանկանում եմ շնորհավորել, ցանկանում եմ, որ ունենաք այսպիսի նմանատիպ շատ մեծ նախագծեր եւ մի հարց։ Կարող եք ասել, այ ինչու որոշեցիք հենց երեխաների համար գրել։ Երեխաները ամենաանկեղծ ընթերցողներն են, ում հետ կարելի է նստել եւ խոսել գրքի մասին, հասկանալով, որ իրենց ամբողջ ասածը հենց անկեղծությունն է քո գրած գրքի մասին։ Այսինքն դու կարող ես քննարկել պերսոնաժներին, ինչ որ դրվագներ գրքի միջից, ապագա ինչ գրքեր են իրանք տեսնում եւ պատկերացնում։ Ինձ թվում է ես շատ բան ունեմ ասելու երեխաներին։ Հրաշալի։ Ես անձամբ սիրում եմ գրքեր կարդալ եւ ունեմ իմ սիրելի գրքերի ցանկը։ Կարող եք ասել, նաեւ կան երեխաներ, ովքեր որ չեն սիրում գրքեր կարդան։ Կարող է հեռախոսն նրանց խանգարում, կարող է նաեւ ալարում են։ Կարող եք ասել, ինչ խորհուրդ կտաք այդպիսի երեխաներին։ Ես իհարկե պիտի խորհուրդ տամ, որ իրանք գիրք կարդան, բայց այդտեղ ավելի շատ հենց գadgetների խնդիրն է։ Եվ ծնողն է որոշում երեխայի ձեռքը գիրք տա, թե գadget տա։ Եվ որը տա երեխան դա էլ կսիրի, որտեվ երեխան դա մի սպիտակ թուղթ է, որի վրա նոր սկսում են գրել եւ երեխան պիտի դա որոշի։ Բայց մի լավ բան ասեմ, շատ ծնողներ ինձ գրել են, մոտեցել են, ստորիներիս են պատասխանել Instagram-ում, որ իրանց երեխան մինչև այս գիրք չէր կարդում, բայց այ կախարդական գրադարանը երբ որ իրանց նվիրեցին, իրանք սկսեցին գիրք կարդալ, այսինքն թեման երեխային հետաքրքիր էր։ Նաև շատ կարևոր է, որ այդ առաջի գիրքը, որ երեխայի ձեռքը դնում են, որ ինքը պիտի կարդա, այդ երեխային հետաքրքիր լինի։ Այսինքն գիրքը եւ ծնողն են որոշում երեխան կսիրի գրքեր, թե ոչ։ Հետևեք այս խորհրդին։ Ամանորը ինձ համար ամենասիրելի տոներից մեկն է։ Ես շատ եմ սիրում այդ Ամանորը, Ամանորը Երոզերը, Խառնաշփոթը, եւ կարող եք ասել, ձեր համար ո՞րն է ամենահիշվող Ամանորը։ Ես 2 Ամանոր կառանձնացնեմ, իմիջիալոց 2-ի ժամանակ էլ մենք լույս չունեինք, ես փոքր էի, 6-7 տարեկան էի առաջինի ժամանակ, տենց սեղանի մոտ նստած էինք, պետքա լիներ ժամը 12-ը, հեռուստացույցը չէր աշխատում, որտեղ մութ էր, լույս չկար, ու ինչ որ պահի papan ասաց, ժամը 12-ն է, այն վերջի սենյակից ձայն է գալիս, երևի ձմեռ պապիկն է, ես էլ դա տենց ամբողջ ուժով վազեցի դեպի վերջի սենյակ։ Ձմեռ պապիկը էլ այնտեղ չէր, երևի արդեն գնացել էր, բայց գետնին կար մի մեծ բեռնատար մեքենա, խաղալիք, որի բոլոր լույսերը վառվում էին ու ինքը շարժվում էր ու հիշենք, որ դա 93-94 թվերն էր, որտեղից էր հայրս այդ մեքենան գտել, ես չեմ պատկերացնում, որտեղ այն ժամանակ տենց մեքենաներ ուղղակի չկային։ Դա առաջի տենց իմ հիշվող տպավորությունն է, թե այդ մեքենան իր լույսերը մութ սենյակում։ Երկրորդը արդեն 10-11 տարեկան է, դեկտեմբերի 31-ն էր այդ քո ասած Ամանորյա Երոզերն էր, տանը օգնում էի ու ամբողջ ընթացքում այդ սեղանի մեջտեղում մեր
ինչ որ տոպրակի մեջ դրված իր կար, որ մաման ու տատիկը ասել են, որ մածուն է, հեռու մնա, ձեռք չտաս, շուրջ չտաս, չկոտրես հանկարծ, ես էլ դե փակա, տենց ձեռք չէի տալիս, հավատում էի։ Ուղիղ ժամը 12-ին այդ տոպրակը իջացրեցին ու ես տեսա, որ սենց կլոր ակվարիում է, մեջը ոսկե ձկնիկ, դա իմ նվերն էր, շատ ա տպավորվել, չեմ կարա էմոցիաներս նկարագրեմ, որովհետև ինձ վերջապես տնային կենդանի նվիրեցին, որը ես սկսեցի պահել ու հիմա դրանից անցել է երևի 30 տարի արդեն, ես մինչև այսօր ունեմ ակվարիում, մինչև այսօր ձկներ եմ պահում, այսինքն այդ մի բանը ինչքան փոխեց իմ վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Այդ երկու ամանորը կարամ առանձնացնեմ, որ մինչև այսօր հիշում եմ։ Հրաշալի, իրական ամանորի հրաշք։ Իսկ ինչպես եք ընտրել պատմության հերոսներին։ Կախարդական գրադարանշարքի պատմության հերոսները Ռուբինյան ընտանիքը։ Իրականում հենց իմ ընտանիքն է, որտեղ Արթուրը դա ես եմ, Արփին կինս, սա երկու անունները փոխված։ Անին գլխավոր հերոսներից դա իմ մեծ աղջիկ Շահանեն է, որը իրականում շատ նման են, երկուսն էլ տենց ուրախ, նրբիկ, սիրում են երգել, պարել, նկարել։ Դավիթը դա իմ փոքր աղջիկ Վիկտորիան է, ես նստել Վիկտորիայի զրուցել եմ, որ գիտես գրքում դու տղա ես պատկերված լինելու, բայց իրանք էլի իրար շատ նման են, Վիկտորիան այդ տենց մաթեմատիկական ուղեղով սիրում է շախմատ խաղալ, սիրում է մաթեմատիկա, սիրում է բռնցքամարտ, կարատեի է գնում, նենց որ գլխավոր հերոսները դա իմ աղջիկներն են իրականում։ Ինչն է ձեզ համար եղել ամենաբարդը, որ փորձել եք ավելացնել, այսինքն գրքում։ Ամենաբարդը եղել է լեզուն։ Փորձեմ բացատրեմ, երբ որ ես փոքր էի, գրքերի մեծ մասը ռուսերեն լեզվով էր։ Ճիշտ է հայերեն էլ արկածային գրականություն կար, բայց շատ քիչ էր, ես անձամբ ռուսերեն էի կարդում։ Ու հիմա երբ որ գիրք եմ գրում, այ դու երբ որ քո ընկերոջ հետ շփվում ես կամ քույրիկի եղբոր հետ, քո տարիքացի հետ, ոնց է լինում, դուք շփվում եք ինչ որ մի հայերեն լեզվով, որը որ ամբողջությամբ գրական չի, չասենք ժարգոն է, բայց կան բառեր, որոնք գրական բառեր չեն։ Եվ գրքի մեջ դիալոգները նկարագրելուց կա խնդիր, որ գրեսնենց երեխաների շփում իրար մեջ, որ ընթերցողը կարդա եւ հասկանա, որ սա իրական է, անկեղծ զրույց է երկու երեխայի մեջ։ Բայց նաև չես կարող օգտագործես նենց խոսքեր, որ երբ որ այդ երեխայի ծնողը կարդա, ասես գրքի մեջ էս ինչ եք գրել, սա մանկական գիրք է, ես չեմ ուզում, որ իմ երեխան էս բառերը կարդա։ Այսինքն ամենադժվարը դա իրոք հենց լեզուն էր, գրել այնպիսի մի տեքստ, որը կլինի համ երեխայի համար ընդունելի, համ իր ծնողի համար ընդունելի։ Իսկ ձեր կարծիքով ի՞նչն է իրական ամանորյա հրաշքը։ Իմ համար ամանորյա հրաշքը դա իմ մանկության ամանորներն էր, դա մանդարինի հոտն է, դա մոմի լույսն է, դա փայտով աշխատող վառարանն է, դա միգուցե մի հատ նվերն է, որը ամբողջ ընտանիքը հավաքվել է, որ քո համար անի, բայց այդ ընտանեկան ջերմությունը կա։ Դուք բոլորդ վերջում հավաքվում եք սեղանի շուրջ ու դիմավորում եք նոր տարին, այ դա իրական ամանորյա հրաշքն է իմ համար։ Իսկ առաջիկայում ինչ նոր նախագծեր ունեք։ Ես, Անին եւ Դավիթը դեռ շատ բան ունենք ասելու երեխաներին, ու մինչև փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրը դուրս է գալու հաջորդ մասը, ինքը շատ հայրենասիրական թեմաներով է, ու իմ կարծիքով այդ հայրենասիրական թեմաներով հենց գրքից է պետք խոսել երեխաների հետ, գրքի մեջից դա պետք է գա, որ երեխան կարդա եւ ճիշտ հասկանա այն, ինչ որ ես իրան ուզում եմ ասել։ Եվ վերջում, կարող եք ասել, ինչ խորհուրդ կտաք այն երեխաներին, ինչու չեմ մեծերին, ովքեր որ երազում են զբաղվել SMN-ով։ Խորհուրդ կտամ հենց փոքր ժամանակվանից սկսել, այսինքն չսպասել իմ նման, որ հայրիկ դառնաս նոր սկսես, եւ միգուցե հենց առաջի գործերը ստացվեն, որովհետեւ հիմա այնքան բազմազան է թեմաները, որոնք հետաքրքիր են երեխաներին, օրինակ կոսմոս, կարելի է կոսմոսի մասին ինչ որ բան գրել, կամ միջին դարերի պատերազմները կարելի է գրել երեխաներին շատ հետաքրքիր է, դինոզավրեր, թեմաները այնքան շատ են եւ միանշանակ կան երեխաներ, որոնք հենց քո գրածը կհավանեն, այսինքն եթե մտքիդ կա, փորձի, չփորձես հաստատ չի ստացվելու։ Հետևեք այս խորհրդին։
Թե ինչ շնորհակալություն ես հետաքրքիր զրույցի համար։ Ես շատ մեծ բավականություն ստացա եւ շնորհակալություն, որ այսօր մեր տեղը վարում եք։ Ես էլ եմ շնորհակալ, որ ինձ հրավիրեցիր, ես էլ մեծ բավականություն ստացա զրույցից։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, իսկ ինձ մնում է հիշեցնել, որ Կենտրոն TV-ի եթերում քիչ սեմ հաղորդումներ եւ ձեզ հետ, ինչպես միշտ ես էի, Տիգրան Նանյանը, բայց դուք ճշտապեք փոխել ալիքը։ Մնացեք քիչ սեմի հետ։ Բարև Դանիել ջան, ո՞նց ես։ Բարև ձեզ, շնորհակալություն, լավ դուք։ Ինչպես սկսեցիր հետաքրքրվել հիփ-հոփ տարով։ Դեռ որ ես փոքր էի, հիփ-հոփ երաժշտություն լսեցի եւ սկսեցի հիփ-հոփ երաժշտության ռիթմերով պարել։ Հիշում եք, երբ առաջին անգամ լսեցիք հիփ-հոփ երաժշտությունը, ինչ զգացիք։ Իրականից մանկուց ես օրացային երգերի փոխարեն ես քնել եմ հիփ-հոփ երաժշտության տակ։ Գիտես ինչպես է ծնվել հիփ-հոփը եւ որտեղ։ Այո, իհարկե, Ամերիկայում, Նյու Յորքի փողոցներում, բակերում երիտասարդները հավաքվում էին եւ սկսում էին նոր բարի ձևեր հորինել։ Սկզբում դժվար էր հիփ-հոփ բառը սովորել, թե հեշտ էր։ Իհարկե դժվար էր, բայց իմ սիրելի ուսուցչուհիների ընկեր Քրիստինայի եւ ընկեր Էլիզայի շնորհիվ ես ամեն օրս հաղթահարում եմ իմ դժվարությունները։ Ինչ մրցույթների ես մասնակցել։ 3 անգամ մրցույթի եմ մասնակցել եւ 3-ն է առաջին հորիզոնական։ Շատ լավ։ Իսկ երբ բեմերի բարձրանում ինչ զգացողություններ էիր ունենում։ Ես ինձ զգում էի մի փոքրիկ աստղ եւ մոռանում էի ամեն ինչի մասին եւ պարում։ Հիփ-հոփը ինչ է քեզ սովորեցրել։ Սովորեցրել է սպորտային լինել եւ քո հոգու լեզվով առանց բառերի խոսել։ Ինչպես ես սիրում հագնվել, երբ սկսում ես պարել։ Ես սիրում եմ հագնել լայն հագուստներ եւ սպորտային կոշիկներ ոճային։ Երբ մեծանաս, ինչ ես ուզում անել հիփ-հոփի ոլորտում։ Ես ուզում եմ պարեր ստեղծել։ Ինչպես կուզես ավարտել մեր հաղորդումը։ Պարով։ Դե, սկսի։ Kiki up out that walkie, then I blast off. Pull up to your house with my mask off. Shot dick and I ass off. Jump right in that pussy, I'm a cannonball. Nobody make a move, bitch. I'm finna pop a move. Walk right there to the club, bitch, and I still got my toe. Baby fat and Gucci too, and she ride Jimmy Choo. I'm on a 50 perky, baby. What we finna do? I can never love you, babe, don't make a fuss. In a hotel lobby, damn, I'll pack it up. Step, 765, I'm whipping them. Rolling on my wrist is president. Step, free, I only want the net. That's it. Only feeling different from the moon. Yeah, I've been rolling dice, I'm in the cut. Yeah, 1942, you drinking up. Backing on the G, right tryna. Շնորհակալություն այսօրվա համար այսքանն էր, ձեզ հետ էր Սաֆարյան Արեկը եւ Հարությունյան Դանիելը։ Կհանդիպենք մյուս շաբաթ։ Ողջույն սիրելի հանդիսատես, ձեզ հետ եմ ես Ինեսը եւ այսօր իմ հյուրն է Արինան։ Ողջույն Արինա, ինչպե՞ս ես։ Ողջույն, շատ լավ դուք։ Ես էլ եմ շատ լավ։ Եթե կարողանայիր ապրել ֆիլմի մեջ, ո՞ր ֆիլմը դա կլներ։ Կընտրեի Cruella ֆիլմը, ես շատ եմ հավանում, թե ոնց է այդ աղջիկը իր կամքի ուժով հաղթում։ Իսկ ինչ երգեր ես հաճախ լսում այս օրերին։ Շատ սիրում եմ Շար Անձնավորի ստեղծագործությունները, իսկ վերջերս լսում եմ La Bohème-ը։ Եթե ունենայիր մեկ գերբնական ուժ, դա ո՞րը կլներ։ Երևի կընտրեի կարդալ մարդկանց մտքերը, տենց կիմանայի, թե իրականում ինչ են մտածում իմ մասին։ Ո՞րն է քո ամենամեծ երազանքը այս պահին։ Փոքր ժամանակվանից երազում եմ դառնամ հայտնի մարդ, որ իմ աշխատանքը ոգեշնչի ուրիշներին։ Իսկ ի՞նչն է քեզ ծիծաղեցնում անկախ ամեն ինչից։ Ես ինքս ինձ շատ պոզիտիվ եմ եւ ինձ ծիծաղացնելը շատ հեշտ է։ Եթե մեկ շաբաթ ապրեիր առանց հեռախոս, ինչ կանեիր։ Դա շատ դժվար հարց է, բայց երևի կհատկացնեի ժամանակս բաց թողած պարապմունքներիս վրա։
Իսկ որ գիրքը կամ ֆիլմը քեզ ոգեշնչել է։ Գիրքը Փոքրիկ իշխանը, նա սովորացնում է հարգել, սիրել մարդկանց։ Ինչ երեք բառով քեզ կբնորոշես։ Բարի, աշխուժ, նպատակասլաց։ Իսկ որն է քո սիրելի տարավերջյան հիշողությունը։ Մոսկվա Fashion-ի մասնակցելու օրը։ Եթե կարողանար ճանապարհորդել աշխարհի ցանկացած երկիր, դա որը կլներ եւ ինչու։ Կընտրեմ Ֆրանսիան, որտեղ ուզում եմ ծանոթանալ նրանց լեզվի եւ սիրուն մշակույթի հետ։ Արինա, վերջերս մասնակցել ես Մոսկվայում գեղեցիկ Fashion-ի։ Կպատմես մի քիչ դրա մասին։ Շատ լավ անցավ Մոսկվա Fashion-ը, ծանոթացանք լիքը արտիստների հետ։ Համեն շատ տպավորիչ էր, որ Մոսկվայից միանգամից գնացինք Սանկտ Պետերբուրգ մյուս ցուցադրության։ Նաև հայտնի հյուրներ մեր Սերգեյ Զվերևը։ Եվ վերջին հարցս Արինա, եթե ունենար կյանքում ինչ-որ մի բան փոխելու հնարավորություն, դու ինչը կփոխեիր։ Ոչինչ չէի փոխի, քանի որ փորձում եմ ամեն քայլից առաջ լավ մտածել, նոր իրականացնել մտքերս։ Շատ լավ, շնորհակալ եմ այս գեղեցիկ հարցազրույցի համար։ Ձեզ մաղթում եմ հաջողություն ձեր մոդելային ասպարեզում եւ լավ օր։ Նույնը ձեզ եմ մաղթում։ Բարև ձեզ, ես Սվետլանան եմ, այսօրվային հյուրը Էլինան է։ Ողջույն Էլինա, ինչպե՞ս ես։ Լավ, դուք ո՞նց եք։ Լավ եմ։ Քանի տարեկան ես, որ դպրոցում ես սովորում։ 9 տարեկան եմ, սովորում եմ Մասիս քաղաքի 4 հիմնական դպրոցի 5-րդ դասարանում։ Առիթից օգտվելով ցանկանում եմ ողջունել դպրոցի ուսուցչական ազգակազմին, առաջին ուսուցչուհուս ընկեր Մալքոնյանի, ընկեր Բալանի եւ իհարկե իմ սիրելի դասընկերներին։ Ողջույն 5-յա։ Ազատ ժամանակ ունես, դե շատ ես զբաղված։ Քանի որ ամառային արձակուրդներ են, մի փոքր ավելի շատ ազատ ժամանակ ունեմ։ Սակայն շարունակում եմ հաճախել Աբել Աբելյանի արվեստի դպրոց, որտեղ սովորում եմ դերասանի վարպետություն, հոգեբանություն, հաղորդավարություն, ֆոտոսեսիա, երգերցողություն եւ հաղորդավարություն։ Նաեւ հաճախում եմ նկարչության։ Ավելի հաճախով դպրոց ես գնում դե պարապմունքների։ Դրանք կեղծ ասած ավելի սիրով հաճախում եմ պարապմունքների, այնտեղ ինձ ավելի ազատ եմ զգում, կարողանում եմ կտավին ազդել մտքերս, դրա հետ մեկտեղ շփվել ընկերներիս հետ։ Իսկ արվեստի դպրոցում ընկեր Իշխանի, ընկեր Աբելի, ընկեր Նարեկի հետ դա սովելի հետաքրքիր է անցնում։ Էտյուդների միջոցով սովորում ենք ստեղծել տարբեր իրավիճակներ, սովորում ենք այդ ամենը զգալ, երևակայել եւ իհարկե դուրս գալ ստանդարտներից։ Որ բեմում ես լինում, ինչ ես զգում այդ պահին։ Երբ պետք է արտասանեմ առաջին խոսքերս, սկսում եմ լարվել, բայց դրանից մի քանի վայրկյան հետո լարվածությունը ինքն իրեն անցնում է։ Իսկ ասմունքերից ինձ դուր է գալիս, երբ լսում եմ ձայնս։ Ասես կտրվեմ իրականությունից։ Բակում խաղալ սիրում ես, դե ավելի շատ հեռախոսով ես սիրում զբաղվել։ Անկեղծ ասած հասցնում եմ եւ մեկը եւ մյուսը, բայց ավելի շատ սիրում եմ այն երեկոները, երբ ընկերներով հավաքվում ենք, խնջույքներ եւ տարբեր խաղեր են կազմակերպում։ Այդ երեկոները ես չեմ փոխի ոչ մի առողջային խաղերի հետ։ Դրանք ինձ համար շատ թանկ են։ Մայրիկդ ասում է, որ դու ուզում ես կինիկներին հագուստներ կարել։ Ոմետանաս հագուստի դիզայներ ես դառնալու։ Դեռ չեմ կողմնորոշվել, բայց ուզում եմ մի քանի մասնագիտություն ունենալ։ Բացի հագուստի մոդելավորող դառնալուց, ցանկանում եմ դերասանուհի, հաղորդավարուհի եւ նկարչուհի դառնալ։ Դեռ ժամանակ շատ ունեմ, կհասցնեմ հետագայում հստակ որոշել, թե որ ուղղությամբ եմ գնալու։ Վերջերս ցուցահանդեսի ես մասնակցել, կպատմես այդ մասին։ Սիրով, իմ շատ սիրելի ընկեր Սիոնի ջանքերի շնորհիվ մենք պատիվ ունեցանք Նարեկացի արվեստի միությունում ունենալ ցուցահանդես։ Աբստրակտ ոճի մեջ մի քանի ամիս պատրաստում ենք ցուցահանդեսին։ Մեկը մյուսից գեղեցիկ եւ հետաքրքիր նկարներ նկարեցինք։ Շնորհակալություն Նարեկացի արվեստի միությունը մեզ այդպիսի հնարավորություն ընձեռելու համար։ Շատ ուրախ եմ, երբ մեր աշխատանքները տեսամ կախված գեղեցիկ պատկերասրահում։ Դա իմ առաջին ցուցահանդեսն էր։ Շատ հիշարժան օր, որը կհիշում իմ ամբողջ կյանքում։ Ինչ կանես, որ կախարդական փայտիկ ունենաս։ Եթե կախարդական փայտիկ ունենայի, կխնդրեի, որ բոլոր ընկերներս ու բոլոր բարի երեխաները նույնպես ունենան կախարդական փայտիկներ։ Բոլոր երազանքները կկատարվեն։ Աշխարհը չէին լինի հիվանդությունները, պատերազմները, աշխարհը ավելի լավը կդառնա։ Աշխարհի երեխաներին ինչ կցանկանաս։ Կցանկանամ առողջություն, լինեն համբերատար, գնահատեն ու սիրեն այն ամենը, ինչ ունեն, ու թող իրենց բոլոր երազանքները կատարվեն։ Ապրես Էլինա ջան, շնորհակալություն ստացիք։ Ստացություն։
Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Սա Կիստայմ հաղորդումն է, եւ ես Անդրեասը, 12 տարեկան եմ, սովորում եմ Ցավանի թիվ 4 Ստեփան Ավանյանի դպրոցում, 7-րդ դասարան եմ։ Սիրում եմ իմ դասղեկին, ընկեր Սամսոնյանին, եւ ես հաճախում եմ կարատեի եւ դհոլի։ Կարատեն մեզ դասավանդում է սենսեյ Գրիգորը, իսկ դհոլը ընկեր Բաբկենը։ Դհոլը շատ ինձ սարքում է որպես տաղանդավոր։ Ես շատ տաղանդավոր եմ, ես ունեմ նաև TikTok-յան էջեր, որտեղ ես գցում եմ տարբեր հետաքրքիր վիդեոներ, հոլովակներ, ես նույնպես ունեմ YouTube-յան էջ, որտեղ YouTube-յանս էջում էլ նույնպես հետաքրքիր փորձեր եմ անում, քիմիական փորձեր։ Այսօր ես ձեզ կպատմեմ մի շատ հետաքրքիր աշխարհի մասին՝ մարտարվեստի։ Գիտեք, որ մարտարվեստը ոչ միայն ուժեղանալու համար է, այլև ինքնահաստատության, խաղաղության եւ համբերության դպրոց։ Կարատե բառը ճապոներեն նշանակում է դատարկ ձեռքեր։ Սա նշանակում է, որ կարատեով կարելի է պաշտպանվել առանց զենքի, միայն մարմնի եւ մտքի միջոցով։ Կարատեն մեզ սովորեցնում է լինել կարգապահ, հարգել դիմացինին եւ ամենադժվար պահերին չնյարդայնանալ։ Ես նույնպես հաճախում եմ կարատեի պարապմունքների։ Սկզբում դժվար էր, բայց հետո հասկացա, որ ամեն պարապմունք մեզ սովորեցնում է լինել կարգապահ, ուժեղ եւ վստահ։ Մեր մարզիչը միշտ ասում էր. իսկական մարտիկը նա չէ, ով հաղթում է ուրիշներին, այլ նա է, ով հաղթում է իր վախերը։ Բացի կարատեից ես ծանոթացել եմ մեկ այլ մարտարվեստի՝ դոկանդոյի։ Դոկանդոն շատ նման է ճապոնական ավանդական մարտարվեստ։ Երբ մարզվում ես դոկանդով, դու սովորում ես լսել քո մարմնին, կառավարել շունչդ եւ միավորել մարմինդ։ Այսօր մենք սովորեցինք, որ մարտարվեստը միայն պայքարի մասին չէ։ Դրանք սովորեցնում են լինել խաղաղ, կարգապահ եւ հաղթահարել մեր փորձությունները, վախերը։ Եթե դուք եք սիրում մարզվել, վազել եւ շատ ճարպիկ եք, ապա փորձեք կարատե։ Հիշեք, ամենակարևորը հաղթանակը այն է, երբ հաղթում ես ինքդ քեզ։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք։ Ես Անդրեասն եմ եւ դուք դիտում եք Կիստայմ հաղորդումը։ Ցտեսություն։ Բարև ձեզ, իմ անունը Գարիկ է։ Այսօր ունեմ շատ լավ տրամադրություն։ 4 տարեկանից սկսել եմ, 5 տարեկանից գնացել եմ դհոլի։ Դհոլ նվագել ես սովորել եմ ինքնուրույն։ Մենակ դհոլ եմ սիրում։ Ես մեծանամ դառնալու եմ դհոլիստ։ Ես շատ եմ երազել եմ վաղ դհոլիստ դառնալ եւ շատ եմ երազել շատ դհոլ խփել եւ իմ երազանքը կատարվեց։ Մանկապարտեզում ես ոչ մի անգամ դհոլ չեմ տարել, բայց ուզում եմ։ Սիրելի երեխաներ, ես այսօր ձեր համար կնվագեմ։ Ես Էլենն եմ, 4 տարեկան եմ, լինում է, չի լինում, տատիկ ու պապիկ է լինում, ես տատիկը պապիկին ասաց, ալյուր չունենք, որտեղից տամ, մի քիչ ալյուր ունենք, ալյուրը ցաներ, ջուրը լցեց, տարեց վառարանին, նոր սարվի որ ուտենք, տարեց լուսամուտի կոկին ու շարժի ու աչքերը բացեց ու թռիչք ու
Գլորվեց հասավ նապաստակին, նապաստակը ասեց դու ով ես, ես գնդիկ բակոնի կնեմ, իսկ դու ով ես, ես նապաստակն եմ, ես հիմա քեզ կուտեմ, մի կեր նապաստակ, ես քեզ համար երգ երգեմ, ես պապիկիս փախա, ես տատիկիս փախա, քեզանից է կփախչեմ ու կփախչեմ, մեկի գլորվեց, հասավ գայլուկին, գայլուկը ասեց դու ով ես, ես գնդիկ բակոնի կնեմ, իսկ դու ով ես, ես գայլուկ եղբայրն եմ, ես հիմա քեզ կուտեմ, մի կեր գայլուկ, ես քեզ համար երգ երգեմ, ես տատիկիս փախա, ես պապիկիս փախա, ես նապաստակից եմ փախել, քեզանից է կփախչեմ ու կփախչեմ, մեկը գլորվեց, հասավ աղջուկին, աղջուկը ասեց դու ով ես, ես գնդիկ բակոնի կնեմ, ես հիմա քեզ կուտեմ, գնդիկ բակոնի, մի կեր աղջուկ եղբայր, ես քեզ համար երգ երգեմ, ես տատիկիս փախա, ես պապիկիս փախա, ես նապաստակից եմ փախել, գայլուկից եմ փախել, աղջուկից եմ փախել, քեզանից է կփախչեմ ու կփախչեմ, մեկը գլորվեց, հասավ աղվեսին, աղվեսը ասեց դու ով ես, ես գնդիկ բակոնիկն եմ, իսկ դու ով ես, ես աղվեսն եմ, ես հիմա քեզ կուտեմ, մի կեր աղվես, ես քեզ համար երգ երգեմ, ես տատիկիս փախա, ես պապիկիս փախա, ես նապաստակից եմ փախել, ես գայլուկից փախա, ես աղջուկից փախա, ու գնդիկ բակոնի կկայնեց աղվեսի տանջիկի վրա ու թրթրեց կուլ տվեց, երեքից ընկավ երեք խնձը, մեկը լսողին, մեկը պատմողին, մեկն է ասողին։